Փառք Հիսուսին։ Ամեն։ Դու կարող եք առ ժամանակով նստել։ Նախ ողջունում եմ բոլորիդ։ Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որ իմ եկեղեցում կարամ նորից ծառայեմ ու տեսնեմ իմ շատ հարազատ սիրելի մարդկանց։ Նախ շատերին կարողա չեմ ճանաչում, որովհետև իմ Ամերիկա մեկնելուց հետո եք դուք եկեղեցում, շատերին ճանաչում եմ ու տեսնում եմ դեմքերը բոլորի ու շատ ուրախ եմ ու ողջունում եմ ձեզ։ Այսօր հետաքրքիր ու շատ լավ օր է, որովհետև Հիսուսը այստեղ է։ Ամեն օրը մեր կյանքից շատ լավ է, որովհետև մեր կյանքում ամեն օրը դա պարգև է Աստծուց, որտեղ Աստված կամենում է, մենք արտանում ենք։ Աստված կամենում է, մենք արտանում ենք, բայց մի հատ հետաքրքիր բան կա։ Աստված կամենում է, որ մենք արտանանք, բայց մենք արտանում ենք, եկել որ ասենք շնորհակալություն, էլի ասում ենք, «Էս ինչ օր է, էս ինչ դժվար է, էս ինչ վատ է, էլի նույնը» ու բողոքում ենք։ Ինչ վատ է, չէ՞ որ քեզ մի հատ մեկը շատ թանկանոց նվեր տար ու այդ նվերը վեկալելուց sense ասիր, «Էս ինչ նվեր է, էս ինչ այս առել, էս ինչ գույն է, էս ինչ ձև է, էս պատկերացնում ես քեզ չէին ուզի, չէ՞ նվեր տային»։ Բայց ամերիկացիները մի հատ լավ սովորություն են։ Իրանց դաժե մի հատ ծամոն նվեր տաս, այնքան է sense ուրախ ձևով ընդունում էդի, քեզ թվում է ձեռը առնում քեզի։ Բայց իրականում այտենց չի, իրանք իրականում շնորհակալ են ինչ որ դու անում ես։ Գիտես Աստված քեզ ամեն օրը նվեր է տալի, որ դու դրա համար պետք է շնորհակալ լինես։ Ամեն։ Շատ անգամ գիտես ինչ, երբ որ մարդ գալիս է հաստատ մի կետի, որ հիվանդության մեծ խնդրի առաջ է կանգնում, պատրաստ է տունը ծախի, այն տունը, որ 40 տարի ապրել է կամ պապի եկել է հասել է իրան, պատրաստ է ծախի այդ տունը, գիտեք ինչի համար, որ օրեր ավելացնի իր կյանքի համար։ Հիմա դու այդ օրերը ամեն օր ստանում ես Աստծուց նվեր։ Ինչքան է պետք գոհանալ ու շնորհակալ լինել Աստծուց։ Ամեն։ Փառք Աստծո։ Ես հիմա ապրում եմ Ամերիկայում, արդեն մոտավորապես 5 տարուց ավել է ու երևի շատ-շատեր սոցցանցերով տեսնում եք, հետևում եք, գիտեք, նայում եք գործունեությունը ինչ եմ անում այնտեղ։ Ունեմ բոքսի մեծ ակումբ Ամերիկայում, բավականին մեծ, աշխատում եմ պատանիների ու երիտասարդների հետ, ակումբը ոնց եմ սկսել փողոցներում եւ այլ այսօր կպատմեմ որոշ բաներ, բայց ասեմ ձեզ, հեսա մենք վիդեոդիտում կունենանք, թե իմ գործունեությունը ինչ ենք ընդեղ անում, այնտեղ ունեմ բոքսի կլուբ եւ բոքսից բացի մենք ունենք նաեւ speech night ծրագիր եմ ստեղծել, որը կոչվում է սպորտային դաստիարակչական երեկո, բարոյական թեմաներով։ Այսինքն դա դաստիարակության մասին է, որովհետև այսօր աշխարհում բարոյականության կրիզիս է, այսինքն Ամերիկայում առավել եւս ոչ պակաս նաեւ ստեղ տեսնում եմ բոլոր նարկոտիկների մեջ, բոլորը դանակներով, բոլորը զենքերով, բոլորը սենց զինված, ագրեսիայով լցված, սենց ման են գալիս ու տեսնում ես դանակարությունս մի քանի օր առաջ եղավ, մենք տեսնում եմ ընդերից նորություններով, անընդհատ դանակներով, պատանիները, դանակները, գրպանները սենց մի քիչ էլեկաթը դուրս եկած ման են գալիս, արդեն մոդա է դարել այտենց, ու գիտես ամենավտանգավոր բանը ինչն է, երբ որ տալիս ես երեխուն ավտոն, որ ինքը ավտո չգիտի քշել։ Այսինքն նույն բանն է, երբ որ դու տալիս ես էմոցիոնալ անկայուն ինչ որ մեկի ձեռքը մի հատ դանակ, դա նույն բանն է, որ ինքը չի կարողանալու իր էմոցիաները կառավարի։ Ու տեղ են ունենում դեպքեր, սպանություններ, այլ բաներ։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր տեղերում այսօր աշխարհի։ Դա գալիս է բարոյականության կրիզիսից, ու ձեզ մի բան ասեմ։ Գիտեք կարևոր է որ մեր մտածելակերպը նորոգվի, ոչ թե մենակ ստեղ նստած մարդկանց մասին եմ խոսում, մեզ նայում են ուղիղ եթերով, այլ ամբողջ հայ ազգի մտածելակերպը պետք է նորոգվի, որովհետև մեր միտքը եթե չի նորոգվում, մեր կյանքը չի փոխվում։ Եթե մեր կյանքը ուզում ենք նորոգված տեսնենք, մեր միտքը պետք է անպայման փոխվի։ Մեր միտքը պետք է նորոգվի։ Նույնը ապաշխարությունն է, երբ որ մարդ ապաշխարում է, առաջի բանը ինչա տեղի ունենում, ինքը պետք է ունենա մտքի փոփոխություն ու մտքի նորոգություն։ Գիտեք այսօր Ամերիկայում ես վերջերս մի հատ տրենդ է դուրս եկել, ու տրենդ ասած, այդ տրենդ բառը չեմ սիրում, որտեղ ինքը ամբողջ անընդհատ բոլորին սարքում է ամբողջ, սենց ձեռքերը բարձրացնում են վերև ներքև, պատանիները ասում են 6-7, 6-7 ու բոլորը այդ ապուշություն է ինքը իրականում, աներով ման են գալիս։ Հարցրեցի իմ պատանիներին, ասեցի, ի՞նչ է նշանակում այդ որ անում եք 6-7, ասում եմ, չգիտեմ։ Ասում եմ, բախի ես անում, ասում եմ, դե սաղ դպրոցը անում է։ Կանչեցի մյուսին, ասում եմ, ի՞նչ է, դու անում ես այդ 6-7, ասում եմ, հա, բոլորս էլ անում ենք։ Ասում եմ, ի՞նչ է նշանակում, ինչի համար եք անում։ Ասում եմ, չգիտեմ, դե բոլորը անում են, դասատուներն էլ են անում։ Ասում եմ, օքեյ։ Ու սենց նայում եմ, ոչ մեկ չգիտի դա ինչ է նշանակում, բայց բոլորը անում են։ Դա նշանակում է ամբողջ։ Իսկ ես ով է անհատ։ Անհատը այն մարդն է, ով որ գիտի ինքը ինչի է անում։ Մենք ստեղ հավաքված ենք, ու սա ամբողջ չի, սա միաբանություն է, որովհետև միաբանության մեջ անհատը ամեն մեկը ինչի համար, որովհետև անհատը գիտի ուր է եկել ու ինչի համար։ Ամբողջը անում այն ինչ որ բոլորը։ Դու անհատ ես, որ դու ստեղ նստած ես, որովհետև դու գիտես ինչի ես ստեղ, ում համար ես դու ստեղ։ Որովհետև ամբողջի նպատակն է, որ սպանի անհատին, որ սպանի անհատի բարոյականությունը։ Երբ որ ամբողջը սպանում է անհատին սպանելով կարող է
սպանի նաև անհատի բարոյականությունը։ Դրա համար այսօր մենք այստեղ ենք, որպիսի ես ամսի 7-ին ստեղ կազմակերպել էի մեծ speech night, երեկոյան խոսք է կոչվում դա, որ մեր լիքը բոլոր շատ դահլիճը լեփ լեցուներ պատանիներով, երիտասարդներով եւ նրանց ծնողներով, նույնպես ովքեր որ հետեւում են ինձ Instagram-ով, ու իրանք եկել են ու ես ունեի հենց այս speech night երեկոն, որտեղ որ խոսում էի մեր մտքի փոփոխության մասին։ Եթե մեր միտքը չնորոգվի, մեր կյանքը չի փոխվի։ Անկամ եթե դու հարուստ լինես ու քո նեղություններից դուրս գաս, մեկը քո կյանքը չի փոխվելու։ Ժամանակները կփոխվի, բայց դու կմնաս նույնը։ Բայց եթե քո միտքն է նորոգվում, քո կյանքը սկսում է փոխվել ու ամեն բան շրջապատում։ Եկեք միջև այդ քարոզին անցնելը նայենք վիդեոն, որը որ պատրաստել եմ այսօր, ինչա մեր գործունեությունը Ամերիկայում։ Խնդրեմ որ միացնեք։ Կաուս սկսեցի փողոցներից մի անգամ իրականացնել այդ ծրագիրը, որ պետք է այս երեխեքին կրթենք, դաստիարակենք, սովորացնենք ու սարքենք տղամարդ տղերք։ Քո բնավորությունը պետք է լինի հաղթողի բնավորություն։ Գիտեք ինչի, որովհետև հաղթողները նրանք չեն լինում, ովքեր որ միշտ հաղթում են։ Ոչ, լինում է կյանքում այլ որ դու կարաս պարտվես։ Հաղթողները նրանք են, ովքեր երբեք չեն հանձնվում պարտվելուց հետո իրաց կյանքում։ Պատկերացնում ես, սա կապված է վրեջ, սենց կապված ես դու։ Քո կյանքը պետք է լինի ազատ ալկոհոլից, քո կյանքը պետք է լինի ազատ այս սիգարետից, քո կյանքը պետք է լինի ազատ դրագներից, որովհետև դու ծնված ես, որ լինես ազատ։ Քո ծնողը արժանի է 10 անգամ, 100 անգամ ավելի մեծ հարգանքի, քան թե բոլոր մարդիկ այս երկրի վրա։ Փառք Աստծուն։ Սա մեր գործունեությունն է, ինչ որ մենք ծավալում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգում, ասեմ որ սա ստեղծվել է փողոցներում, այգիներում, պարկինգներում, ոչ մի բան չենք ունել, ոչ մի բան չեմ ունեցել, փողոցներից սկսել եմ անել այս ամեն ինչը, որովհետև օրերից մի օր, երբ որ ես այդտեղ պարապաստում էի նորից, ու հով Արտուր Սիմոնյանը ինձ ասեց, երբ որ ինքը գիտեր, որ ես որոշել եմ մեկնեմ Ամերիկա, ինձ ասեց, երբ որ գնաս Ամերիկա, ասեց մի հատ բան կանես, ասեցի ինչ, ասեց քո ջրհորը խորը կփորես, ուրիշ ջրհորներ ման չգաս։ Ասեցի ո՞րն է այդ ջրհորը, ասեց այն ինչ որ դու կարող ես անես, որը որ դու հիմա ստեղ անում ես, մարզչական աշխատանքը ու այդ դաստիարակչական աշխատանքը։ Ու ես նույնը գնացի այնտեղ արեցի։ Ու այսօր մենք տեսնում ենք շատ մեծ ազդեցություն, ոչ թե միայն Ամերիկայի Միացյալ Նահանգում, այլ նաև ընդեղից ստեղ Հայաստանի վրա, գիտեք չեն, ամերիկական ծամոնը միշտ ավելի լավն է, քան ստեղի ծամոնը, չէ՞։ Ընդեղից սաղստերից հետևում են, սաղ ասում են, բա երբեք գալի, երբեք ստեղ լինելու, երբեք անելու, երբեք են ծնողներն են զանգում, երիտասարդներ են զանգում, պրոբլեմներով իրանց ընտանիքների կամ մյուս։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Մենք ես որոշեցի, որ պետքա մենք այստեղ արդեն մեր բոքսի ակադեմիան, սպորտային կենտրոնը նույնպես արդեն ունենք, որտեղ շատ են զանգում ու խնդրում, շատ։ Ու դրա համար մենք արդեն պատրաստվում ենք, եթե կա նկարը, խնդրեմ որ դնեք նկարը։ Ներքևում լինելու առաջի հարգում մեր բոքսի զալը ամբողջությամբ, երկրորդ հարգում լինելու է սպորտային ֆիթնես ակումբ։ Եվ այնտեղ լինելու են նաև անցկացվելու են մեր speech night ծրագրերը։ Այնպես որ աղոթեք, որ այս ամեն ինչը շատ լավ ստացվի ու մեր երիտասարդ պատանիների համար լավ տեղ լինի, որտեղ իրանք գան, համ ֆիզիկապես զարգանան, համ մտավոր զարգանան, համ բարոյապես զարգանան, համ հոգևոր զարգանան ու կրթվեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Գիտեք, այսօր շատ իմ համար համ հուզիչ օր է, համ շատ պատասխանատու օր է, որովհետև ես այս եկեղեցում ունեցել եմ վերստին ծնունդ, այս եկեղեցում ես ապրել եմ երկար տարիներ ու այստեղ կրթվել եմ հոգևոր առումով նույնպես ու իմ կյանքի հովիվն ու առաջնորդը նույնպես իմ հովիվ Արտուր Սիմոնյանն է նորից, ոչ մի բան չի փոխվել ու ես ձեզ ասեմ մի բան։ Այս երեկվա քարոզից հետո մի կին ինձ գրել էր
Instagram-ի մեջ, որ Instagram-ում շատ են հետևում էջում, գրել էր ինձի։ Բայց չէ որ բռնցքամարտը աստծուց չի, որովհետև դա ագրեսիա է սերմանում մարդկանց մեջ ու ագրեսիվ են մարդիկ այդ պատճառով դառնում, ճիշտ չի որ դուք բռնցքամարտով եք զբաղվում ու պարապաստում երեխեքին, ասեցի շատ լավ։ Ու ես իան պատասխանեցի, ասեցի ճիշտ ասած 2 շաբաթ է Հայաստանում եմ։ Ասեցի իմ բոքսի զալում ես 5 տարվա մեջ ավելի քիչ ագրեսիվ տղա ու երիտասարդ եմ տեսել, քան այս 2 շաբաթվա մեջ ագրեսիվ վարորդներին Հայաստանում։ Ուրեմն բոլորի ձեռքից պետքա մեքենաները վեկալել։ Գիտեք ինչ, ագրեսիվությունը լավ բան չի, բայց համարձակությունը լավ բան է։ Խեղճությունը լավ բան չի, բայց բարությունը լավ բան է։ Շատ անգամ ծնողներից գալի ասում են, երեխես այնքան բարի է, դպրոցում նեղացնում են, բան ընկեր համոն խնդրում ենք օգնեք, բան, ասում եմ, դա բարի չի, խեղճ է քո երեխեն։ Ասային ինչ որ կա։ Երբ որ քո երեխու վրա գոռում են ձեն չի անում վախից, դա խեղճություն է, դա բարություն չի։ Բարությունը այն է, որ կարա չգոռա, բայց կարա գոռա, բայց չի գոռում։ Կարա գոռա։ Իրա կներեք ես բառ ասեմ, դուխը հերիքում է որ գոռա, բայց ինքը չի անում։ Դա բարություն է դիմացինի հանդեպ։ Բայց եթե դու քո երեխան խեղճությունից վախից ոնց որ չի կարող պաշտպան իրան, դա խեղճություն է։ Հա, իսկ իմ նպատակը ինչն է, որ մեր երեխեքին կարողանան կրթենք, որ իրանք լինեն համարձակ, ոչ թե վախկոտ, համարձակ, ոչ թե ագրեսիվ, բարի, բայց ոչ խեղճ։ Ամեն։ Ու ոչ թե մենակ երեխեք, դա մեր կյանքին էլ է պետք։ Բայց ինչևէ, սա մեր կարճ գործունեությունը է։ Բայց այսօր ես քեզ ուզում եմ մի հատ լավ խոսք ասեմ, ինչի մասին որ այսօր խոսելու եմ։ Կողքինիդ ասա կապրես, մյուս կողքինիդ ասա կտեսնես։ Ես հավատացած եմ, որ այստեղ նստած շատ-շատերը անցնում են տարբեր նեղությունների մեջով։ Ոչ թե դա պետք է ասես կռահելու, մարգարեական իմանալ, որ ըստե ես զգում եմ, որ մարդիկ կան։ Չէ, այտենց չի։ Մենք սաղս էլ անցնում ենք նեղությունների մեջով, մեկը հիվանդության նեղություն, մեկը ընտանեկան նեղություն, մեկը ֆինանսական նեղություն, մեկը ամեն ինչ իր կյանքում լավ է, բայց հարազատի տանը ինչ որ մի բան չի, ամեն մեկը անցնում է մի նեղություն։ Գիտեք, մենք էլ այնց տեսակով ենք մեր ազգով, որ անտարբեր չենք սիրում լինել մեկս մյուսի հանդեպ, ու դրա համար շատ անգամ կարող ասես տեսնես ուրիշի բեռը վեկալած, նստած այդ նեղության մեջ ապրում է մարդը, լացում է, տանջվում է, աղոթում է, մյուս բաները։ Ու շատ լավ է կարեկից լինելը, որտեղ այսօր աշխարհում դա դիֆիցիտ է։ Բայց օրերից մի օր, երբ որ ես անցնում էի նույնպես իմ նեղությունների մեջով, որ տարիներ առաջ էր ստեղ, ինձ ճանաչողները շատերը գիտեն, տարբեր նեղությունների մեջով ես անցնում էի։ Ու գիտես, ինչն է ամենահետաքրքիրը, ասեմ, երբ որ նեղությունից դուրս ես գալիս, սկսում ես այդ նեղությունները կարոտել։ Չեք հավատում։ Ոչ թե ուզում ես նորից դու գնաս այդ նեղությունը էլի մի հատ էլ գար։ Չէ, դա չի հարցը, բայց այդ նեղության process-ը դու սկսում ես կարոտել։ Ու այսօր կիմանաք ինչի համար։ Եկեք բացենք միասին Եսայի մարգարեություն 42 գլուխ 3-րդ խոսքը։ Գրված այսպես. Ջախջախված եղեգը չի կոտրի եւ ծխացող պատրույքը չի հանգցնի։ Ջախջախված եղեգը չի փշրի եւ արկայծող պատրույքը չի հանգցնի։ Իրավունքը պիտի դուրս բերի ճշմարտությունով։ Ամեն։ Գիտես շատերիս կյանքը նման է հենց լինում է դրան, որ մենք ջախջախված ենք լինում տարբեր պատճառներով ու եղեգը, ինչ է եղեգը, երբ որ պատկերացեք այդ բամբուկի փետը, որ կա, հա, սենց Եղեգը շատ անգամ նման է գավազանի, որ մարդիկ պահում են իրենց ձեռքում, հովիվները պահում են, գառներին արածացնելուց, կտրում են այդ փետը, պահում են այդ եղեգը, շատ անգամ եղեգը պահում են որպես իրենց ձեռքում գավազան։ Գիտեք, ինչն է հետաքրքիր։ Բայց կա մի ժամանակ, որ մեկ էլ տեսնում ես Աստվածաշունչը ասում է ջախջախված եղեք։ Ջախջախված եղեք կարա լինի շատ անգամ իմ ու քո կյանքը, օրերից մի օր իմ կյանքն էր այդպես ջախջախված եղեգի պես, որ ջարդ ու փշուր ա եղած ամեն տեղերը ու ամեն բնակավարների կյանքից, ու դու նայում ես ու դու տեսնում ես ամեն կողմերը ջախջախված է։ Կա որ ծեծված անում, կա որ ցավոտ է, բայց կա որ ջախջախված անում։ Ջախջախվածը հիմնականում ոչ մեկ էլ չի օգտագործում։ Ջախջախվածը ոչ մեկի պետք չի։ Ջախջախվածը չունի իր մեջ ոչ մի պոտենցիալ, որ բերի օգուտ մարդկանց
ինչ որ մեկին կամ հասարակությանը։ Դրա համար շատ անգամ Ամերիկայում հոմլեսները, բոմժեր, որ ասում են տանտուն թափառականները, փողոցներում sense լիքը ման են գալիս ու հասկանում են մարդիկ, որ իրանք ոչ մի բանի օգուտ չունեն իրանցից, ու իրանց ոչ մեկ չի էլ կարեկցում, օգնում, ոչ մի բանի պետք չեն։ Նարկոտիկների մեջ իրանք տես փողոցներում ապրում են, պալատկի խփած մյուս։ Գիտես ինչի, որտեվ ջախջախված կյանքեր են։ Ջախջախված բառից ուղիղ բուն իմաստով։ Բայց այսօր գիտես ինչ կա իմ ու քո համար բարի լուր այս խոսքի մեջ, ասում է նա ջախջախված եղեգը չի կոտրում, ով Հիսուս Քրիստոսը։ Բայց ինչ անում նա ջախջախված եղեգի հետ դուք ասես։ Կարող ենք ներել ջախջախված եղեգի նկարը ստեղ։ Գիտեք, միգուցե շատ անգամ մեր կյանքը, եթե կա դրեք, եթե չէ խնդիր չկա։ Շատ անգամ մեր կյանքը տարբեր բնագավառներով այսպես ջախջախվում է։ Կա ժամանակ, որ դու կանգնած ես ու դու երբեք չես մտածում, որ քո կյանքը կարա հայտնվի նենց, որ դու էլ ոչ մեկի պետք չգաս։ Դու չես մտածում, որ կարա լինի քո հաջողության ուժեղ ժամանակները, ես չեմ խոսում միայն ֆինանսական, միայն հոգևոր, միայն ընտանեկան, միայն էմոցիոնալ, տարբեր փուլերով ենք մենք անցնում։ Ու դու չգիտես երբ կարա քո կյանքը ջախջախվի։ Երբ որ դու ամուր կանգնած ես, դու մտածում ես երբեք չի ջախջախվի իմ կյանքը, որտեվ ամեն ինչ անում եմ ոնց որ պետք է։ Բայց ոչ մեկս, Աստծո խոսքը ասում է, որ կանգնած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Ոչ մեկս չգիտենք, թե վաղը ինչ էր կարա տեղի ունենա մեր կյանքի մեջ, բայց դա չի նշանակում, որ ջախջախված լինելուց հետո կյանք չկա։ Եթե դու ապրում ես քո կյանքը Քրիստոսի հետ, Քրիստոսը ասում է, նա ես ջախջախված եղեգը չեմ կոտրի։ Բայց գիտես ինչ է կատարվում։ Ջախջախման process-ի ժամանակ մենք բոլորս երանի ենք տալի, թե էլ երբ է կանգնելու ջախջախվելու process-ը, էլ տեղ չի մնացել։ Անունդ բարի խայտարակ եղավ, ֆինանսապես գնացիր անդունդ, ընտանեկան քաոս եկավ, էմոցիոնալ քաոս եկավ, դեպրեսիաները կերան կյանքդ, քանդվեց ամեն բան, անգամ ապրելու ցանկությունը ու հայտնվեցիր ջախջախված վիճակում։ Ու ելիքի որ դու ջախջախվում ես, այդ process-ի մեջ մեկ էլ տենում ես, պատկերացրու, փողոցում գցած այդ ջախջախված եղեգը մի հատ էլի ավտոյի արագ գալի վրով անցնում։ Այն որ տափակում է արդեն։ Էլ բան չկա, հալ չկա վրեն։ Ու այդ մեքենաները որ ասես ջախջախելով անցնում են, մեկ էլ պատկերացրու sense մի հատ բա Մեկ էլ Հիսուսն է անցնում այդ ճանապարհով ու տենում է ջախջախված եղեք։ Գիտես ինչ է անում Հիսուսը։ Չի ասում, հələ այդ ավտոյով մի հատ վրով քշեք, ոնց որ լավ չի ջարդվել։ Սենց սաղ ավտոներին ստոպ ա տալիս, մը ստոպ կանգնեք հələ։ Այդ սաղ ուդարը վերցնում է իր վրա, ոնց որ վերցրել է, այդ հարվածները ու վերցնում է ջախջախված եղեգը գետնից։ Հիմա գնում ենք Մատթեոս ավետարան։ Եկեք բացենք Մատթեոս ավետարան 27 Գլուխ 29 խոսք։ Եվ փշե պսակը սարքելով դրեցին նրա գլխին, եւ եղեգ մի ձեռքում տվեցին նրան, եւ նրա առաջ ծռվելով ծաղրում էին նրան եւ ասում. ողջույն քեզ հրյաների թագավոր։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Մենք տեսնում ենք այդտեղ մի կերպար, մի դրվագ է ներկայացնում, որտեղ որ զինվորները ծաղրում էին Հիսուսին ու դրեցին իր գլխին փշե պսակ, ու նրա ձեռքը տվեցին ինչ։ Չեմ լսում։ Եղեգ։ Գիտես ինչ, այն ջախջախված եղեգը, որ Տերը ասում է Եսայի մարգարեության մեջ, որ ես չեմ կոտրի, այդ եղեգը, երբ որ հայտնվում է Քրիստոսի ձեռքերի մեջ, դառնում է թագավորի ձեռքի գավազան։ Եթե քո կյանքը ջախջախված է, ու այդ ջախջախված ժամանակ դու ցույց չես տալիս, որ այդ ջախջախված վիճակից առիթավորվի օգտվի սատանան, ու օգտագործի քեզ ու ավելի կոտրի ու ջախջախի փչացնի քո կյանքը, այլ թույլ ես տալիս միևնույնն է ջախջախված վիճակով այստեղ նստել ու փառաբանել Տիրոջը, ջախջախված վիճակում շարունակել քայլել Քրիստոսի ճշմարտության մեջ, Քրիստոսի ձեռքում ջախջախված եղեգը կդառնա գավազան։ Ինչ է գավազանը։ Գավազանը դա մի բան է, երբ որ նազովրեցի Քրիստոսը կարա բռնի ու հենվի։ Ինքն էլ էր ջախջախված այդ ժամանակ այստեղ։ Իրա վրա թքել էին, խայտարակություն էր կրել, ապտակել էին, արուն էր գնում,
պրոշը տրակել էր, սենց երևի արուն էր հոսում, ատամը կարող է, չգիտեմ, ջարդվել էր, չգիտեմ, քիթը ծռվել էր հարվածից, աշկի տակ կապուտ էր, արունը գնում էր, կներեք թքել էին սենց իր երեսին գունդ, ու սենց գնում էր թուքը, ու տենց կանգնած էր, ու իր ձեռքը տվեցին պատկերացրու գավազան, որը կազմված է եղեգից։ Ու ինքը բռնած այդ եղեգը, որը որ հիշում է Եսայի մարգարեության մեջի խոսքը, որ ասում է ջախջախված եղեգը, ինքը ընդունելով այդ ջախջախումը իր կյանքի վրա, չթողեց, որ այդ եղեգը ջախջախվի վերջնական ու չկոտրեց ինքը։ Դա դարձավ հիմք, որից ինքը պահեց ու կանգնեց որպես թագավոր, ու այդ եղեգը ունեցավ ստատուս։ Գիտեք որ ստատուս է, երբ որ ժամանակին ոտի տակ էր ու ավտոների պագրիշկաների տակ էր ակերի, դարձավ Քրիստոսի ձեռքի գավազանը։ Ինչի համար? Որովհետև մի հատ պրինցիպ կա կարևոր։ Որն է հարցը։ Գիտեք հարցը որն է? Նայեք, դարձավ գավազան։ Բայց ջախջախումից դեպի գավազան դառնալը կա process ու կա պատասխանատվություն։ Գիտեք ինչ սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի եկեղեցի, սիրելի մարդիկ, որ դիտում եք։ Երբ որ մենք Աստծուն հավատում ենք, հավատքը Աստծո խոսքը ասում է առանց գործերի մեռած է։ Ինքնստինքյան ոչ մի բան չի լինում։ Գիտեք որ ինքնստինքյան հրաշքները չեն լինում։ Կարաս տեղ պրոստը նստես ու հրաշք լինի, տենց չի լինում։ Ինքնստինքյան բան չի լինում։ Երբ որ օրերից մի օր մոտիկացան Հիսուսին բորոտներ, եթե չեմ սխալում 10 բորոտներ էին, ու Հիսուսը իրանց ասեց, գնացեք ձեզ քահանաներին ցույց տվեք։ Գիտեք իրանք ինչ արեցին։ Իրանք շրջվեցին 10 հոգիներ ու սկսեցին ինչ անել։ Գնալ գործողություն անել։ Երբ որ գործողություն էին անում, իրանք քայլում էին ըստ Քրիստոսի խոսքի ճանապարհին բժշկվեցին։ Դա ինքնստինքյան չէր, նրանք գործողության մեջ էին, անգլերեն ասում են action, գործողություն։ Եթե դու կանգնացնում ես քո գործողությունը, դու չես կարող հրաշք ունենաս։ Եթե դու գործողություն ես անում ըստ Աստծո խոսքի ճշմարտության, այդ գործողության ժամանակ ճշմարտությունը կբերի հրաշք քո կյանքի մեջ։ Ամեն։ Գիտեք շատ անգամ մենք աղոթում ենք ու նստում սպասում ենք։ Մենք աղոթում ենք ու նստում սպասում ենք։ Մենք աղոթում ենք, հասարակ բան ասեմ, լավ ձեզի։ Եթե դու ունես ողնաշարի ցավ օրինակ, բայց դու աղոթում ես, որ քո Աստված քեզ բժշկի, գիտես ինչ, նորմալ կլինի, որ դու սկսես առավոտներն մարմնամարզություն անես։ Եթե քեզ ասում են խոլեստերինդ բարձր, նորմալ կլինի, որ դու ասենք օրինակ եմ քաղցր ու խմորել չուտես, ու դրա հետ մեկտեղ աղոթես, որ Աստված քեզ բժշկի, ու առավոտները հելնես սկսես վազել, որ փորդ իջնի օրինակ, նիարես։ Օրինակ, խոլեստերինդ պակասի։ Այդ process-ի մեջ կարող է, եթե ինչ որ մեկի մոտ մի տարում պետք է անցնել, կարող է մի ամսում քո մոտ անցնի, որտեղ Աստված ներգործի ու էդի հրաշքով ավելի շուտ ու ավելի հզոր ձևով էդի դու ստանաս քո հրաշքը։ Օրինակ եմ ասում։ Այսինքն կա մի մաս, որը որ մեր մասն է նույնպես պատասխանատվությունն է, սիրելի քրիստոնյա, սիրելի հավատացյալ։ Աստված մեր փոխարեն չի անելու ոչ մի բան։ Անելու ենք մենք մեր բաժինը, Աստված էլ իր բաժինը անելու ու հրաշք է լինելու։ Ամեն։ Իհարկե ես հավատում եմ գերբնականին նույնպես, որ գերբնական հրաշքներ կարա Աստված անի։ Անկախ ամեն ինչից, բայց քեզ մի բան ասեմ, էդի կարող է գերակշռի 1%, բայց 99%-ը գերակշռելու է քո քայլերից։ Եթե դու անում ես քո բաժինը, իսկ որն է քո բաժինը։ Քո բաժինը ճշմարտությունը կատարելը, քո բաժինը ճշմարտությունը պահելը։ Գիտես, մենք հիմա գնում ենք իրար հետ Սաղմոս 91, կներեք, եթե շատ արագ եմ խոսում, որովհետև մի քիչ ժամանակի սուղություն ունենք, բայց ձայնագրվում է, հետո կարող sense դանդաղ դնեք լսեք։ Համել որ բոքսեր եմ բնավորություն է, էլի տենց արագ հարվածները հասցնելը։ Շատ լավ, գնացինք Սաղմոս 91։ Սաղմոս 91, 14 եւ 15, 16 խոսքերը։ Պատրաստ եք։ Քնած մարդ կա։ Բոլորը արթուն են։ Այո, դե պատրաստի, որտեվ Աստծուց խոսք է ստանալու հիմա։ Մարգարեական խոսք է ստանալու քո կյանքի համար։ Սաղմոս 91, 14, որովհետև նա ինձ սիրեց, եւ ես կփրկեմ նրան։ Ես բարձր տեղում եւ ես բարձր կանեմ նրան, որովհետև նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի ինձ եւ ես պատասխան կտամ նրան, ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կդարձնեմ նրան։ Երկար օրերով կկշտացնեմ նրան եւ նրան ցույց կտամ իմ փրկությունը։ Ամեն։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր, փառք Աստծուն։
Մի հատ ծափ տվեք մինչև ջուր խմեմ։ Փառք Հիսուսին։ Շնորհակալություն։ Խոսքը ասում է Աստված, գիտեք ես, Դավիթ թագավորը կամ մյուսը չի ասում էսի։ Աստված է խոսում, ասում է, որովհետև նա, Գագիկ ջան, որ խնդրեմ կգաս տեղ։ Ասում է նայեք, ես հիմա բեմականացում եմ դնում, որ դուք պատկերացնեք խոսքի իլյուստրացիոն առումով պատկերացնեք։ Աստծո խոսքը ասում է նայեք, հենց Աստված, ասում է, որովհետև նա կկանչի ինձ, ես կլսեմ նրան։ Ասում է կպատասխանեմ նրան։ Ու այստեղ պաուզա։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Երբ որ դու աղոթում ես ասուն, Աստված պատասխանում է քո աղոթքին։ Բայց գիտես ոնց է պատասխանում։ Նենց չէ ոնց որ դու ես ակնկալում։ Աստված մատուցող չի, որ դու սենց ասում ես կբերես այդ ստեյքը մի քիչ սենց արունոտ կամ լավ էփած ու տենց բերում ասենց no։ Երբ որ մենք գալիս ենք Աստծո մոտ աղոթքով, մեր խնդրվածքով, Աստված պատասխանում է նենց ոնց որ ինքն է ուզում։ Գիտես ինչի, որտեվ ինքն է Տերը։ Ամեն։ Ու ինչ անում, ասում է, որովհետև նա կկանչի ինձ, ես կլսեմ նրան ու ես կպատասխանեմ նրան։ Ինչ կանեմ։ Լսեք, ասում է նեղության մեջ կլինեմ նրա հետ։ Քո ակնկալիքն է դուր դերդ, որ Աստված քեզ sense վերցնելու է նեղությունից, հանի վերև կանգնեցնի ստեղ իր բարձր տեղերում քո։ Իր հետ։ Բայց Աստված ասում է ես կլսեմ քեզ ու ես կպատասխանեմ քեզ։ Կիշտեմ քո հետ։ Քո նեղության մեջ։ Քո ակնկալիքը այնա որ Աստված քեզ պետք է հաներ ընդե։ Ու Աստված ասում է ես գալիս եմ պատասխանս իմ էսա իշտում եմ քո հետ լինում եմ քո նեղության մեջ ու քեզ սովորեցնում եմ նեղության մեջ քայլել սովորել ճշմարտությունը պահել ես նեղության մեջ եմ որ քո հետ մխիթարեմ զորացնեմ սովորեցնեմ փոխեմ նորոգեմ քո կյանքը ու վերջում ապրեցնեմ նեղության մեջ ես եկել եմ որ քեզ ապրեցնեմ Երբ որ դու նեղության մեջ ես ու Աստված քո հետ է, ամենալավ վիճակն է։ Հետո կարոտելու ես այդ վիճակը, ասելու ես, հետո որ անցնում ես նեղությունը, հիշելու ես, ասես, որ ինչ քաղցր ժամանակ էր, որ մի քիչ առաջ ասում էի, որովհետև այդ նեղության մեջ դու տեսնում ես, որ ինքը քո հետ է։ Ինչի համար, որ ապրեսնի։ Դրա համար կողքինիդ նորից ասա, կապրես, նստի։ Կապրես ու կտեսնես Տիրոջ փառքը քո կյանքի մեջ, որովհետև Խոսքը ասում է, նեղության մեջ քո հետ կլինեմ, կապրեցնեմ քեզ, դու չես մեռնի։ Հետո գիտեք ինչա շարունակում, ասում է, երկար օրերով կկշտացնեմ քեզ եւ իմ փրկությունը ցույց կտամ քեզ։ Դու կտեսնես Տիրոջ փրկությունը, թե հոգեվոր առումով քո հավիտենական, թե այդ իրավիճակներից Տերը թե ոնց փրկեց քեզ, բայց ժամանակները Տիրոջ ձեռքերի մեջ է։ Ամենահզոր բանը էդ ենա, երբ որ Աստված գալիս է քո նեղության մեջ քո հետ լինելու։ Բայց քո ակնկալիքն է, երբ որ այդ նեղության մեջ դու կանգնած ես, շատ անգամ իմ աշակերտներից որ sense կանգնում ասում, ես այնտեղ խիստ եմ իրանց հետ, որովհետև այնտեղ հովիվ չեմ ես, էլի, ես մարզիչ եմ ու պահանջկոտ մարզիչ եմ խիստ։ Ես կանգնում եմ իր գլխին ասում, հələ շուտ արա փուշ բանը, ժիմը տարա հələ։ Սենց անում է լացելով ասում, չէ 25 հատ պետք է անես, չէ 30 հատ, սենց լացում է, արցունքները եթում աման, գիտես ինքը ինչա մտածում այդտեղ, որ ես իրան չեմ օգնում։ Ինքը մտածում է հեշտ է իրան կանգնած, ասում է մենակ, խոսք է տվել ինձ մենակ։ Հեշտ է իր համար կանգնած, որ ինքը կանգնած հրամաններ է արձակում մենակ։ Ինքը չի հասկանում, թե ինչքան դժվար ու ցավոտ է ինձ հիմա, որովհետև ջախջախվում եմ ես հիմա։ Արցունքներս եթում է ու ցավոտ է ինձ։ Ու ես այդտեղ կանգնած, քանի որ ես գիտեմ այդ իրավիճակի մեջ ես եղել եմ, ես ինքս պարապել եմ, պարապում եմ ու շարունակելու եմ պարապել, փառքասուննես նայում եմ ու ես հասկանում եմ իրան։ Երբ որ Քրիստոսը կանգնած է քո նեղության մեջ քո կողքը, բայց ճռոցը քեզանից է դուրս գալիս, կներեք։ Ինքը հասկանում է այդ ճռոցը ինչա, որովհետև ինքը Գողգոթայում լավ ջախջախվեց։ Բայց երբ որ ինքը արդեն կանգնած հաղթանակած կանգնած է, քեզ ասում է 10 հատ էլ ժիմարա։
ու դու սենց լացելով, ասում ես, բայց չպրծավ, մեկ որ զգում եմ, որ պրծավ, էլ չի կարում, այդ աշակերտը սենց եմ անում, ասում եմ, վերջի 5-ատն է, 5-ատ էլ արա, կայս գիտեմ, էլ չի կարում, բայց ես մի հատ բան ասեմ, եթե դու կարող ես տանես 10 ջիմ, ու միշտ տանում ես 10 ջիմ, դա քեզ չի ուժեղացնում, դու մնում ես նույն վիճակի մեջ, բայց երբ որ դու անում ես 15 ջիմ, որ չես կարում, այդ նոր ավելացնում է քո ուժը։ Երբ որ Աստված քեզ ասում է նորից, դու ասում ես «Էլուր, տեղ չմնաց, խայտարակ եղա ամեն կողմից»։ Աստված ասում է նորից, էլի, գիտես ինչի, որտեղ ինքը գիտի, որ դու կարաս անես դա։ Գիտես ինչի, որտեղ ինքը գիտի, որ ինքը քեզ կարա տա այն ուժն ու զորությունը, որ դու անես։ Երբ որ այդ վիճակն է արդեն գալի, կանգնում ասում, լսի ինչ եմ ասում։ Դու կարաս անես, որովհետև քո մեջ հələ ուժ է մնացել։ Այդ 5 հատը պետք է անես, Արման։ Դավայ պետք է անես։ Ես քո կողքն եմ, դավայ դու պետք է անես այդ 5 հատը։ Քո մոտ կստացվի, որովհետև դու արել ես։ Լիշ այն վաղտը չէիր կարում 5 հատ անել։ Հիմա 10 հատ ես անում։ Հիմա դավայ ես իրանց սկսում եմ տալ, հայերեն ասած, ոգևորում եմ, սենց ասած, իրան վրա ազդում եմ, որ ինքը կարանա սենց հավաքի իրան ու հասկանա, որ ինքը կարա ավելին։ Հասկանում եք։ Նույնն է մեր հետ, երբ որ մենք այդ նեղության ճանապարհով անցնում ենք, քեզ թվում է վերջ, էլ դու չես կարա, բայց Աստված ասում է մի կիլոմետր է ավելացրեք իր նեղությունը։ Աստված ասում է հələ մի քիչ ավելացրեք, մի քիչ էլ ավելացրեք։ Ոսպես էլ ուր խեղդում եմ, այսօր էլ օրը որ պետք է պարտքերս տայ բրծնեի, խայտարակ կնեմ, էլ եկեղեցի չեմ կարա մտեմ։ Ու դու սպասում ես այսօր հրաշքի օրն է։ Մի օր տենց հետաքրքիր բան եղավ, սենց ֆինանսական խնդիրների մեջ էի շատ։ Ասում եմ Աստված ջան հրաշք արա այսօր եթե չտամ այդ փողը խայտարակ կլնեմ ու մեկ էլ այնքան ուժեղ էր մեր եկեղեցուց մի հատ բիզնեսմեն ինձ սենց եկա սենց կանչեց հերվից ասեց համ ջան հələ արի ռոսի փարքես տերի Աստված սենց այդտեղը հասել արդեն բան սենց կանչեց ուրախ ձենով ձեռը գցեց ուսիս սենց գնացինք դուրս սենց արեց ծառայության ժամանակ համ ջան որ կողքդ երեխեքից նստում են ջահելներից մի խոսացեք էլի Ես ինչ եմ սպասում, դու ինչ ես ասում։ Գիտես շատ անգամ մեր կյանքում տենց է, մենք սպասում ենք որ այսօր օրը, եթե այսօր չլինի, ջախջախվում, Աստված ասում է, ես քո մանիպուլյացիաներին բանի տեղ չեմ դնում, ջախջախվի։ Պետք լինի կհանեմ, մոխրից է կհանեմ ու կկանգնացնեմ քեզ բարձր տեղերում ու կփառավորեմ։ Բայց եթե ժամանակն է որ պետք է ջախջախվես, խնդրեմ չկա։ Քո ջախջախ Փառք Հիսուսին, քո ջախջախման process-ի մեջ ես քո կողքն եմ։ Ամեն։ Գիտեք, մի մոտավորապես 2005 թվին էր, եթե չեմ սխալվում, 2005 թվականին պետք է ընդունվեի ֆիզկուլտ ինստիտուտ ու ինստիտուտում ընդունվելու համար պետք է տայի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության քննություն, որը կոչվում է OFP։ Բոլոր քննությունները տվել էի, բոքսի քննությունը տվել էի, սաղ արել էի, սաղ բարձր գնահատականներ ստացել էի, այդ մի քննություններ մնացել, որը կոչվում էր վազքի 1000 մետրանոց քննություն։ Ոնց էր պայմանները պետք է վազեի այդ 1000 մետրը ու այնտեղ սենց էր, որ կար ժամանակ դրված, վերցնենք թե 2 րոպեում եթե ես մտա առաջինը, ես հաղթում եմ ու ոնց որ բարձր աչոկներով ես արդեն ընդունվում եմ ինստիտուտ։ Եթե չէ, տանում են ինձ բանակ։ Ես գործող սպորտսմեն էի, ինչ տեղի ունեցավ։ Սպարտակի դահլիճում, Սպարտակը մարչի, Սպարտակ յադա որ կոչվում, Սպարտակ ցիրկի մոտի Սպարտակ դահլիճում, սպորտային այնտեղ պետք է լիներ այդ վազքի քննությունը։ Հավաքվել են լիքը երիտասարդներ, պատանիներ, ովքեր որ պետք է այսինքն քննություն տային այդ տարիքի, որ ընդունվեին ֆիզկուլտ ինստիտուտ, սա գործող սպորտսմեններ էին, ես միջև այդ պատրաստվել էի։ Ինչ էի արել, ես արդեն գիտեի, որ 2 րոպե է տրված, օրինակ ճիշտ չեմ հիշում թիվը, բայց մոտավորապես 2 րոպե է տրված, որ ես այդ 1000 մետրը պետք է վազքով մտնեմ, ու ես միջև այդ արդեն պարապել էի, անընդհատ գնացել էի ֆուտբոլի դաշտերում, այդ 400 մետրը պարապել էի, 2 շրջան էր անում, ու մեկ էլ կես շրջան, պարապել էի ժամանակով, որ ընթացքից ինչքան ավելացնեմ տեմպը, արագությունը, որ կարողանամ ճիշտ ձևով վազեմ ու հասնեմ դառնամ չեմպիոն այդ վազքի մեջ, ու ինչ տեղի ունեցավ, երբ որ պետք է արդեն մեկնարկը տային ու սա հավաքված են ամբողջ թիմը հավաքված է որ պետք է մեկնարկը տան, այսպես կանգնած է լիքը ծնողների բազմություն։ Ծնողները կանգնած են լիքը իրանց երեխեքին որ sense ոգեշնչեն, ուտեղ կանգնած է նաև իմ ծնողը։ Քանի որ իմ ծնողը sense մի քիչ էմոցիոնալ է ինքը sense ավելի, իրան պետք է միկրոֆոնը որ խոսա, առանց միկրոֆոնը որ խոսա, բոլորը կարան լսեն իրանը։ Ինչ արեց, երբ որ ստարտը տվեցին որ պետք է վազենք, ես գիտեմ ոնց պետք է ճիշտ վազեմ, որտեղ լավ փորձել եմ ու արդեն սաղ գիտեմ, որ րոպեից, որ մետրից արագացնեմ ինչքան արագություն, որ հաղթեմ։ Երբ որ ստարտը տվեցին, բոլորը սենց արագ վազեցին, ինչքան ուժում են, սաղ վազում են, որ առաջինը հասնեն, բայց ես գիտեմ, դա անհնար է, դու այդ տեմպով չես կարա մինչև վերջ պահես։
Ես սկսեցի իմ ընթացքը պայել սենց, այսենց ստարտը տվեցի իմ դանդաղ, ու երբ որ սաղ ծնողները սենց նամես, սաղ գնացի, մնացի ես։ Դանդաղ սենց վազելով գնում եմ, երբ որ իմ ծնողը տեսավ, թե ես ինչ եմ անում, ինքը սկսեց շատ բարձր բղավել։ Գոռում էր ու լիքը բաներ էր ասում ինձ, լիքը բաներ։ Իրան չէր հետաքրքրում մտեղ ով կա նայով, ողջ կա, ծնողներ են, ինչա ինչի, ասում էր ինչ որ իրան մտքին գալիս էր, ու սենց բարձր գոռում եմ։ Երբ որ ես վազում եմ, հիմա սենց իմ մտքերի մեջ արդեն սկսվեց այդ աժոտաժը։ Ու սենց եմ անում։ Ասում ես գիտեմ որ նա ինձ պետք որ ժամին ոնց անեմ, որ ես ճիշտը գիտեմ ոնց է։ Ոնց որ թողեք վազեմ, բայց չեմ կարող ֆռամ խոսամ, ես իմ գործի մեջ եմ։ Ինքը շարունակում է, ինչ ես թիթիզացել, ես իմ ինչ գոռում եմ բան սենց, սաղ գնացին, դու մնացիր կրվար, հեսա բանակ ես է դու մնդուս գոռում է արդեն սենց։ Ու գիտես, այդ ճնշումը այնքան մեծ էր, որ հանկարծ ինձի մի հատ միտք եկավ, սենց միտք, դե հիմա ամբողջ ուժը դիր ու սկսի վազել, թեկուզ և ժամանակը չի, վազի, գնա ու փչացրու սաղ ամեն ինչը, դե գնա ու սենց միջև էր վազի կեսիս կհոգնես, կնգնես, ոչ կկարանաս մտնես ֆինալ, ոչ բան, կգնաս կհելես բանակ ու կհելես իրանք ասես, ես էիք ուզում։ Ես գիտեի, որ նա ճիշտ է, խիչ թողեցիք նորմալ վազեի։ Ես ճնշումը այնքան մեծ էր, որ ուզում էի այդպես հանձնվեի։ Ու անեի այն ինչ որ պետք է չանեմ, թեկուզ է ճիշտ պրոցեսի մեջ։ Բայց քանի որ ես գիտեի, որ նա ճիշտ ժամանակը, ու ես գիտեի, որ նա ճիշտը, ճշմարտությունը, այսպես ասած, իմ վազքի ընթացքի մեջ, ես ինչ արեցի, ես շարունակեցի լրացնել իմ մտքի մեջ այդ սաղ կողքի ձայները բոլոր։ Ու ես շարունակեցի իմ ընթացքի մեջ մնալ։ Ու նայում էի ժամանակին, երբ որ առաջի կրուգը վազեցի ու տեսա 40, ասենք վայրկյանում անցել եմ, երկրորդը սարքեցի արագությունս ավելացրեցի, երբ որ երկրորդ շրջանը գնում էի, սաղ են առաջի կրուգը, որ սկսել էին այդ խումբը, սաղ այսպես կանգնած չէին կարող վազեն, որովհետև իրանք ամբողջը ներեին դրել ու չհասան միջև վերջին։ Բայց ես գիտեի ոնց է ճիշտ, որ բաշխեմ, որ կանամ հասնեմ տեղ։ Ու գիտես ինչ, ես երրորդ շրջանին արդեն 200 մետրը լիքը ուժ ունեի ու ավելացրեցի սաղից արագ առաջինը մտա ու դարձա չեմպիոն։ Այնտեղ պապան գոռում էր, ու բան տղես, բան, սե։ Ու մտա ու հասա դարձա չեմպիոն։ Գիտես ինչի համար, որովհետև պահեցի ինչը ճիշտը։ Երբ որ քո նեղությունների ժամանակ ընթանում ես, դու գնում ես, հիշի մի բան, միշտ ճնշումները գալու են։ Գալու են, որ գցեն քո ընտանիքից, գալու են գցեն, որ քո ծառայությունից, գալու են գցեն, որ քո կյանքից, գալու են գցեն քեզ հավատքից, գալու են գցեն Աստծո հետ փոխհարաբերությունից, գալու են գցեն քո աղոթքի կյանքից, գալու են գցեն մարդկանց սիրելուց, գալու են գցեն մարդկանց հարգելուց, գալու են գցեն ու քեզ սարքեն էգոիստ, ասես եսակենտրոն, ջախջախելու են գալու քեզի ճնշումները։ Ու գալու են վերջնահաշվով, որ քեզ հանեն ճշտից։ Երբ որ սատանային հաջողվեց քեզ հանի ճշմարտության ընթացքից, քո հարցերը լուծված են։ Մեր պատասխանատվությունն է, որ մենք միջև վերջ շարունակենք մնանք ճշմարտության մեջ, որովհետև հենց ինքը ճշմարտությունը քեզ կհանի այդ նեղությունից, որպես հաղթող։ Կապ չունի դու ինչ նեղությունների մեջով ես անցնում, բայց քո համար խոսք ունեմ։ Մի շտապի դուրս գաս քո նեղությունից։ Մի շտապի։ Երբ որ շտապի է ճնշումից շուտ դուրս գայ արդեն, դա տանելու ինձի սխալ տեղ։ Բայց երբ որ դու սովորում ես, Հիսուսը եթե շտապեր նեղությունից դուրս գար Գողգոթայում, ասես կարող է խաչը ասես գցեր, ասես «Տո դուք էլ ձեր փրկություններ, ձեր ամեն ինչն է, ես գնացի»։ Գիտես ինչ, Հիսուսը մնաց ճշմարտության մեջ մինչև վերջ։ Դրա համար ճշմարտությունը Քրիստոսին հարություն տվեց։ Ամեն։ Ճշմարտությունը Քրիստոսին հարություն տվեց։ Բայց Քրիստոսին գալիս էր, Սատանան ասում էր, հələ մի հատ արի, մի հատ հələ սենց, մի քիչ սենց շեղենք, էլի ճշմարտությունից։ Մի հատ քարը հաց սարքի, մի հատ հələ սենց գցի քեզի, մի հատ հələ սենց, մի հատ հələ ճշմարտությունից ճնշումներ էր։ Գիտես սոված մարդուն հացը պայես աշկի առաջ օրինակի համար։ Ամեն մարդիկ Լենինգրադի շրջափակման ժամանակ կռիստներ են կերել, մարդիկ են կերել։ Դուք պատկերացնում եք, սոված մարդը ամենավտանգավոր մարդն է։ Պատկերացնում եք,
Հիսուսի առաջ բերում է հաց, բայց Հիսուսը մարմնի մեջ էր ու ինքը այդ նույն ճնշումները ուներ իր կյանքի վրա։ Գրված է Աստծո խոսքը, նա ամեն բանով փորձվեց։ Այնպես բան չկա, որ դու փորձում ես, ինքը չի փորձվել։ Ամեն բանով փորձվեց, բայց այդ բառը որ փոխեմ, երևի ճիշտ կլինի, է։ Ընտիր գտնվել է, սենց ասեմ, ճիշտ գտնվեց։ Ճիշտը պահեց այդ փորձությունների ընթացքի ժամանակ։ Ու այդ ճշմարտությունը բերեց նրան, որ ճշմարտությունը հենց իրան հարություն տվեց։ Աստված իր հոգով հարություն տվեց Քրիստոսին ճշմարտության համար, որտեղ իր մեջ մեղք չկար, ինքը արդար էր։ Ամեն։ Դրա համար սիրելիս, պահի ճշմարտությունը քո նեղության մեջ, որովհետև հավատարիմ անա, որ խոստացել է քեզ նեղության մեջ քո հետ կլինեմ, կապրեցնեմ քեզ։ Եվ փառավոր կանեմ քեզ, եւ երկար օրերով կկշտացնեմ քեզ, եւ իմ փրկությունը ցույց կտամ քեզ։ Ամեն։ Եվ վերջի տեղը որ կարդամ, Եզեկիելի 16:6-ն է։ Գրված այսպես. Ես անցա մոտովդ, քեզ տեսա արյանդ մեջ թավալվելիս, ու քեզ ասեցի քո արյան մեջ ապրիր։ Քո արյան մեջ ապրիր։ Գիտեք ինչ կա, շատ անգամ է ջախջախված վիճակը։ Գիտես ինչ, այնքան արունավրից է թեթում, այնքան վերքեր են քեզ պատճառում, այնքան վերքեր ես դու ինքդ քեզ պատճառում, այնքան կարող է անգամ սխալների մեջ հայտնվես, մեղքի մեջ հայտնվես, ընկնես, ջախջախվես, ու տենց արունը լվիկ մնացած ես, բայց կա մեկը, որի անունն է Բարի Սամարացի, որ օրերից մի օր անցնում էր մեկի մոտով, ով որ ջախջախված ընկած էր։ Ու ինքը վերցրեց, փաթաթեց, լվաց, մաքրեց ու ասեց. ապրի։ Գիտես, ամեն մեկից ինչ որ մի օր Աստված մեր կողքով անցնելուց, երբ որ մենք ջախջախված ենք ինչ որ տեղերում, Աստված անցավ մի օր։ Դու կարող ասես, դա եղել է 2008 թվին, 2004 թվին, երբ որ դու գտար Աստծուն, ապաշխարեցիր մյուսնուց, բայց գիտես ինչ, Տերը նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Եթե այսօր դու ջախջախված ես ինչ որ տեղերում, Աստված քո կողքով անցնելուց, գիտես ինչ ասում քեզ, մի բառ, ապրիր։ Ես կանչում եմ քո կյանքի մեջ կյանք, ապրի։ Ես կամենում եմ, որ դու ապրես, ապրի։ Ես հերիք եմ մի բան, երբ որ նախագահն անցնում է մի հատ իրավիճակի մոտով ու տեսնում է փողոցում մի հատ բան, կանգնում է օգնականին ասում է տվեք թույլտվություն իրան։ Այս վերջերս մտել էի կարևոր կառավարության անդամներից ինչ որ մեկի մոտ, այս բոքսի կլուբի հետ կապված, որ պետքա թույլտվությունը տան, մյուս ինքը կանչեց ասես նստած, կանչեց ասենց ուրախացավ, որ եկել ենք, հետևում են մեզ էլ բան, մեկ էլ ասում է Համոջան ասում է, «Ինչ լավ բան է սկսել ստե անես», ասում է, «Պրոբլեմ չկա»։ Կնոպկեն սխմեց, աշխատողները բարձրացան վերև, եկավ ասես իր գործը արագ առանց խոչընդոտների օգնեք, որ ինչը որ օրենքի սահմաններում է, արագ որ լինի ամեն ինչ։ Всё, բրծավ։ Գիտես ինչ եղավ։ Այդ մարդը սենց արեց, всё, պրոբլեմ չկա, անում ենք։ Ու գնաց։ Այսինքն, երբ որ ինքը ազատագրեց իր խոսքի շուրթերից մի հատ բան, արեք, իրանք բոլորը գնացին անելու։ Երբ որ Հիսուսը քո մոտով անցնում է ու քեզ նայում ասում է, մի հատ բառ, կամենում եմ, ապրի։ Դու չես կարող այդ ժամանակ մեռած մնաս, որովհետև կապրեցնեմ քեզ քո նեղության մեջ եւ փառավոր կանեմ քեզ։ Հալելույա։ Գիտես դրա համար եթե այսօր քո կյանքի մեջ դու անցնում ես նեղություն քո տղայի պատճառով, քո աղջկա պատճառով, քո կյանքի պատճառով, տարբեր իրավիճակների պատճառով, ֆինանսական նեղություն, հոգևոր, էմոցիոնալ, դեպրեսիաներ, տարբեր վախեր, տարբեր ճնշումներ, իմացի մի բան, երբ որ դու կանչում ես Աստծուն, ասում ես, բայց խի չի փոխվում, ախր չի հասկանում ոնց որ ինձ Աստված, որ տանջվում եմ արդեն, էլ տեղ չկա։ Աստված լավ հասկանում է։ Գիտես ինչի, որտեվ ինքը նախ անցել է այդ ամենը եւ երկրորդը ինքը քո հետ է քո նեղության մեջ, քո կողքին է, որ քեզ բարձրացնի ու քեզ տա կյանք եւ ավելին, որ դու ապրես, ոչ թե մեռնես քո նեղության մեջ։ Ու նեղությունները երբեք չի գալիս, որ մեզ, գիտեք, ասենց շատ անգամ մենք ասում ենք նեղությունը գալիս է, որ ուժեղացնի։ Չէ, նեղություն կա, որ գալիս է ու թուլացնում է։ Միշտ չի որ ուժեղացնում է։ Շատ անգամ նեղության մեջ պետք է մի հատ ասես թուլանաս, հասկանաս, որ Կանի չշտապեմ էլի դուրս գամ։ Պետքա սենց տան, իմ ընթացքը անեմ։ Ինձնից ինչ է հասնում իմ նեղության մեջ անեմ։ Ընտանիքիս անդամը չի փոխվում։ Սերտամ, արի ես սերտամ։ Երբ որ Աստված կփոխի, երբ որ կանի, պրոբլեմ չկա, բայց իմ բաժինը ինչ է։ Արի ես իմ բաժինը անեմ իր հանդեպ։
խնդիրների, պարտքերի մեջ ես, դժվարության մեջ ես, ոչ թե նստի ասա, ոնց անեմ, Աստված ստիմ, մենակ աղոթում ես ու всё, չէ, հել գնա աշխատի այն 100,000 դրամը, որ դու ասում ես 100,000 դրամով իմ համար հարց չի լուծվի, 1 միլիոն նայ իմ հարցերը ոնց 100,000 դրամ հետ աշխատեմ ժամը, գնա արա քո քայլերը, չգիտես որ երրորդ քայլին ա լինելու բորոտների բժշկությունը, բայց իրանք ընթացքի մեջ էին։ Շարունակի քո ընթացքը, շարունակի անել քո պատասխանատվության բաժինը ու շարունակի պահել ճշմարտությունը քո ընթացքի մեջ։ Ճշմարտությունը քեզ կբարձրացնի բարձր տեղեր։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի իրար հետ։ Փառաբանության խումբը կարող է գալ։ Եվ գիտեք մի բան եմ ուզում նաև ասեմ, ամենավատ բաներից մեկը, երբեք ու երբեք նեղության մեջ մի նայի քեզ որպես զոհ, նեղության մեջ մի նայի քեզ խղճահարված ինչ-որ մեկը, մենք մի հատ լավ երգ ունենք, չէ, կոտրված եմ սակայն բայց ոչ ընկճված, հալածված եմ ես բայց ոչ կոտրված ինչ-որ սենց, գիտես ինչ կարող է ջախջախված ես, բայց երբեք քեզ խեղճ մի նայի, դու այնքան թանկն ես, որի համար Քրիստոսը պատվական արյուն է թափել։ Այդքան փող չկա, որ փող տարես աշխարհում, այդքան գին չկար, այդքան ոսկի չկար, կար մի հատ թանկին քո համար, ու դա պատվական արյունն էր Քրիստոսի։ Եթե դու այդ գնով գնված ես, դու խեղճ ու կրակ ինչ-որ մեկը չես ուրեմն։ Երբեք մի նայի քեզ խեղճի աչքերով։ Գիտես շատ անգամ ինչ աչքերով որ քեզ նայում ես, մարդիկ են քեզ տես նայում։ Նայի քեզ, որ դու արժանի Աստծո զավակ ես։ Այո, սխալվելով բկա մարդ որ չի սխալվում, այնքան սխալներ եմ իմ կյանքում արել, այնքան սխալներ, որ կյանքում չէի մտածի, որ իմ սխալը կարող շտկվեր։ Բայց Աստծո մեծ շնորհքով ու ճշմարտությունը պահելով, այդ ճշմարտությունը քեզ բարձրացնում է ու քո սխալներից քեզ փոխում ու սարքում է ու հագցնում է քեզ Աստված հանգած սրտի փոխարեն գովության պատմուճան իր անվան փառքի համար։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Հիմա կուզենամ որ մենք միասին աղոթք բարձրացնենք ու խնդրենք Աստծուն, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ մենք հայ որպես հավատում ենք Քրիստոսին, ազգովի։ Մեկ խնդալու է իրականում ասում, որ քրիստոնյա լինելով, քրիստոնյան զարմանում է, որ դու Աստվածաշունչ ես կարդում։ Այդ նույն բանը ոնց որ օրինակ հիմա բժիշկը զարմանա այն մյուս բժիշկի վրա, որ անատոմիայի գիրք է կարդում։ Գիտեք, մենք քրիստոնյա ազգ ենք, ուղի եթերով լսում եք ինձ։ Ամոթ չի Աստծո անունը տալ ու ասել Հիսուս Քրիստոս։ Պետք չի Աստծո անունը, որ Հիսուս Քրիստոս, ասենք Աստված մենակ։ Գիտես, մենք չպետք է ամաչենք, եթե այն ամենաթանկ նվեր տվողի անունը, ասենք օրինակ հիմա Գագիկն է այս ավտոս նվեր տվել ինձի։ Ոչ թե ասենց ասեմ, մեր ընկերն է։ Մի տղակա ինքն է, չէ։ Մեր Աստծո անունն է Հիսուս Քրիստոս։ Ու մենք պաշտում ենք Հիսուս Քրիստոսին, ոչ թե որպես ամբող, այլ մենք պաշտում ենք Հիսուս Քրիստոսին որպես անհատ։ Ու այս ամեն ինչը կոչվում է ոչ թե ամբող, սա կոչվում է միաբանություն անհատների, որոնք գիտեն որտեղ են ու ինչի համար, ում համար են հավաքվել։ Ամեն։ Դրա համար եկեք բարձրացնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին մեր սրտի աղոթքը ու խնդրենք որ Աստված տա համբերություն, տա իմաստություն ճշմարտության մեջ շարունակելու քայլել մեր նեղության մեջ։ Ոչ թե աղոթում ենք որ նեղությունից հանի հիմա, այլ աղոթում ենք որ Աստված մեզ սովորեցնի նեղության մեջ վստահել իրան, ճանաչել իրան, տեսնել իրան, որ ինքը մեր հետ է նեղության մեջ որ ապրեսնի մեզ։ Տեր Հիսուս, մենք աղոթք ենք բարձրացնում քո ժողովրդի համար, մենք աղոթում ենք Տեր ամեն մեկի համար ով գտնվում է այստեղ ու իրանց ընտանիքների համար, որ նեղության մեջ Տեր դու օգնես իրանց, որ ամեն մեկը կարողանա տեսնել քեզ իր նեղության մեջ։ Ոչ թե ապստամբություն, ոչ թե թերահավատություն, ոչ թե կասկածներ, ոչ թե Տեր ջան անարգանքներ մեկը վերապրի իր սրտի մեջ կամ մտքի մեջ, այլ ամեն մեկը հասկանա Տեր,
քո ճշմարտությունը այն է, որ դու ասում ես, նեղության մեջ կկանչես ինձ, եւ ես կլսեմ եւ պատասխան կտամ եւ կլինեմ քո հետ քո նեղության մեջ, որ ապրեցնեմ քեզ։ Կապրես ու կտեսնես։ Տեր Հիսուս, մենք խնդրում ենք, որ բարձրացնես մեր սրտերի մեջ հավատք, հույս եւ սեր, որ ճշմարտությունը սիրենք, ճշմարտությունը պահենք ու ճշմարտության հետ քայլենք այսօր եւ միշտ մեր կյանքերում եւ հավիտյան Տեր։ Թող քեզ լինի փառք, պատիվ ու մեծարանք այս երկրի մեջ, այս ազգի մեջ, այս Տեր իմաստված իշխանությունների, այս պետությունների մեջ Տեր, բոլոր ազգերի մեջ Տեր, որովհետև միակ ճշմարիտ Աստվածը դու ես, Տերերի Տեր ու արքաների արքա, որ գիտես մեռածին ապրեցնել, որ գիտես կորածին գտնել, որ գիտես ջախջախվածին վերականգնել ու սարքել քո ձեռքի գավազանը։ Դրա համար հռչակում ենք մենք այս խոսքերը. կապրես ու կտեսնես, թե ով է Նազովրեցի Հիսուս Քրիստոսը քո կյանքի եւ քո ազգի մեջ, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եվ բոլորը ասեցին ամեն։ Փառք Տիրոջը։ Հալելույա, փառք Տիրոջը։ Այսօր հրաշալի օր է, որովհետև մենք ունեցանք իրար հետ լավ ժամանակ, ես կարծում եմ ու հավատացած եմ, որ ինձ համոզելու համար չեմ, հետո անկեղծ ասեք։ Ինչ որ մի բան ստացաք։ Պահի է ճշմարտությունը քո կյանքի ու կտենաս։ Ճշմարտությունը ինքը ճանապարհ ունի։ Այդ ճանապարհը միշտ տանում է ամբակումի մեջ, որ ասում է. թեև թզենին չծաղկի, թեև արտերը կերակուր չտան, սաղ քաոս է, բայց իմ փրկության Աստծով պետք է ցնցամ, որտեվ դա է ճշմարտությունը։ Հետո սենց անում ասում է, որովհետև նա, էլի գալիս է նա, ինձ իմ ոտները եղնիկի ոտերի պես պինդ է անում, էլ չի դողում, որ զանգերա գալիս, չեմ խառնվում իրար, վախեր տագնապներ չկա, պինդ է ոտերս, էլ չի դողում, եղնիկի ոտերի պես ու ինձ իմ բարձր տեղերի վրա է կանգնացնում։ Դա հպարտություն չի, որ դու ասում ես, ես կանչված եմ բարձր տեղերում լինելու, բայց ի՞նչ պետք է ցածր տեղերում լինենք։ Եթե լինես բարձր տեղերում, բարձր ազդեցություն կարաս ունենաս, ավելի մեծ գործունեություններ կարանք ծավալենք լիքը։ Մենք կանչված ենք լինելու բարձր տեղերում, Աստծո հետ փոխհարաբերության մեջ եւ ամեն մեր գործունեությունների մեջ նույնպես։ Դրա համար Աստծո խոսքը ասում է. նա իր ոտները եղնիկի ոտերի պես անում ու բարձր տեղերի վրա ինձ կանգնացնում։ Ամեն։ Գիտեք ինչ, այսօր ամեն մեկս ինչ որ մի բան ստացանք։ Բայց կան այսօր այստեղ մարդիկ, ովքեր որ եկել են միգուցե առաջի անգամ, ու դու լսում ես խոսք, ասում ես, «Էս ինչ լավ բաներ է խոսում ես տղեն, մուսկուլներով տղեն», հա? Կամ նստած ասում ես, «Էս ինչեր է խոսում է»։ Բախտը բերել է գնացել է Ամերիկա լավ է, չէ, Ամերիկա գնալուց առաջ ստել է նույն գործունեությունը արդեն սկսել անել ու էլի հաջողվում էր փառք Տիրոջը։ Գիտես ինչ։ Բայց այսօր մի բան կա։ Դու կարաս տեղից գնաս ոնց եկել ես, բայց դու ստեղից կարաս գնաս Քրիստոսի հետ։ Եթե դու առաջի անգամ ես, կուզեմ որ քեզ հրավիրեմ այստեղ, որ միասին աղոթք բարձրացնենք ու Քրիստոսին ընդունես քո կյանքի Տեր ու Փրկիչ։ Կարող եք վերևից բալկոններից նույնպես գալ, ովքեր որ առաջի անգամ են, մենք կսպասենք ձեզ։ Բարև ձեզ։ Անունդ ո՞նց է։ Ռեժան Ամո Հաչելյան։ Անունդ ո՞նց է։ Ալիկ ջան Հաչելյան։ Քուրիկ ջան եկեք։ Աստված օրհնի ձեզ։ Ովքեր որ առաջի անգամ են եկել, մի ամաչեք։ Մենք միշտ աղ կյանքը լավ վատ բաներ անելուց ամաչել ենք, չենք ամաչել, բայց լավ բաներ անելուց շատ անգամ սկսում ենք ամաչել։ Չէ, Քրիստոսի առաջ կանգնելը ամենամեծ պարծանքն է։ Բարև քուրիկ ջան։ Այդ բաքսյորսկի այսենց, ապրես։ Բարև աղբես։ Ողջունեք մեր լավ ընկերներին։ Բարև։ Իսկ ինչքան շատ մարդիկ են գալիս, ապրեք, փառք Աստծուն համար։ Արեք մայրիկ ջան, եկեք։ Եկեք բարձր ծափարենք մեր մայրիկներին նույնպես։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Փառք Աստծուն։ Աստծո խոսքում գրված է։ Գիտեք ամեն ինչ շատ անգամ մենք այնքան բարդ ենք պատկերացնում նույնպես մեր խնդիրների լուծումը, բայց ամեն ինչ այդքան է բարդ չի։ Ամեն ինչ ավելի հեշտ է ու հասարակ ու պարզ։ Այն բարդը Հիսուսը վեկալեց իր վրա ու խաչվեց, որ մենք լինենք ազատ մեղքից։ Գիտեք, ստեղ իմ հետևում խաչ է, ու այդ խաչը դատար կա,
Գիտեք ինչի, որտեվ խաչյալը հարություն է առել։ Հիսուսը կենդանի է։ Ու Աստծո խոսքում ասում է, որտեղ 2 կամ 3 հոգի հավաքվեն իմ անվան շուրջ, ես ներկա եմ նրանց մեջ։ Ու այսօր Հիսուսը ներկա է այստեղ, որովհետև մենք հավաքվել ենք իր անվան շուրջ։ Այսօր եթե քո սրտի դուռը բացես, որտեղ Հիսուսը ասում է, ես կանգնած քո սրտի դռան առաջ թակում եմ։ Եթե բացես, ես կգամ ներս ու կփոխեմ քո կյանքը։ Ուրախությունով կլցնեմ։ Կփոխեմ քո կյանքը ու խաղաղություն կտամ։ Կփոխեմ քո կյանքը, փրկություն կտամ ու կյանք կտամ։ Ու մի ուրիշ խոսքով ասեց, կապրեցնեմ։ Ու դրա համար բոլորս մենք մի օր մեղք գործեցինք մեր կյանքում ու Աստծո փառքից ընկանք։ Ու բոլոր մարդիկ մեղավոր են։ Ու բոլոր մարդիկ կարիք ունեն Քրիստոսի։ Եվ բոլորս օրերից մի օր ընդունեցին Քրիստոսին եւ Քրիստոսը մաքրեց այն արյունով, որ թափվեց խաչի վրա։ Ու այսօր այդ արյունով մաքրված մեր մեղքերից մենք կանգնում ենք Աստծո առաջ որպես Աստծո զավակներ։ Ու դրա համար այսօր որ դուք ունեք այս հնարավորությունը, ոչ թե համիկից, ոչ թե եկեղեցուց, այլ այս հնարավորությունը ձեր կյանքին տրված է հենց Հիսուս Քրիստոս խաչյալից։ Որ ձեր կյանքերի սրտի դռների կանգնած առաջ թակում է, որ բացեք ու գա ձեր կյանք ու նորոգի ու փոխի ձեր կյանքը ու տա ձեզ հավիտենական կյանք։ Եթե դու համաձայն ես իմ հետ, սիրելի եկեղեցի, դու կարող ես նույնպես օգնել իրանց այս աղոթքի մեջ, որ այդ աղոթենք ու կանչենք Քրիստոսին մեր սրտերի մեջ որպես մեր Տեր ու Փրկիչ։ Ու մեր ճանապարհը, եթե քայլում ենք այսպես մեղքի մեջ, ապա աշխարհությունը դա այն բանն է, որ շրջվում ես ու քայլում ես դեպի խաչը, դեպի Քրիստոսը, դեպի կյանքը, դեպի հավիտենականությունը, դեպի սրբությունը։ Դրա համար փակեք աչքերդ ու իմ հետ կրկնեք. Սիրելի Տեր Հիսուս, ես գալիս եմ քո առաջ։ Խնդրում եմ քեզ, ներիր իմ մեղքերը, մաքրիր ինձ իմ բոլոր մեղքերից։ Ես հավատում եմ, որ խաչվեցիր իմ մեղքերի համար, որ արդարացնես ինձ եւ հարություն առար եւ արդարացրեցիր ինձ։ Եվ այսօր երկնքի ու երկրի առաջ ես քեզ եմ ընդունում որպես իմ կյանքի Տեր եւ իմ Փրկիչ։ Եվ խնդրում եմ թագավորիր իմ կյանքում։ Այսօրվանից ես որոշում եմ կայացնում շրջվել ու քայլել դեպի քեզ այս իմ մնացած կյանքի ընթացքում։ Փառք ես Տեր Հիսուս, լցրու ինձ քո Սուրբ Հոգով եւ շնորհակալ եմ քեզ, որ իմ անունը այսօրվանից գրված է կյանքի գրքի մեջ եւ իմ մեղքերը ներված են։ Քեզ լինի փառք, պատիվ, հավիտյան, ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։ Աստծո խոսքում ասում է, ամեն մի փրկվողի համար երկնքում հրեշտակները պար են բռնում։ Այդքան կարևոր է քո ամեն մեկի կյանքը Աստծո արքայության համար։ Այս կյանքը ժամանակավոր է, բայց դու այսօր արդեն ունես հավիտենական կյանքի ճանապարհը։ Մնա այդ ճանապարհի մեջ, թեկուզ նեղա, բայց տանում է դեպի կյանք, բայց լայն է ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ։ Ու քչերն են նրանով գնացողները, ովքեր մնում են նեղ ճանապարհի մեջ, բայց ես հավատացած եմ, որ դու այն մեկն ես, որ ընտրել ես այսօր լինես նեղ ճանապարհի մեջ, բայց Քրիստոսի հետ, ոնց որ Քրիստոս ընտրեց խաչը, բայց փրկի մեզ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Մեր ծառայողները այսօր ձեզ կօգնեն ստեղ, որպեսզի այնտեղ իրանք ունեն փոքր նոր գտակարաններ, որ ձեզ կնվիրեն, կխնդրեմ, որպեսզի ուղեկցեք իրանց, շատ շնորհակալություն, Աստված ձեզ օրհնի։ Սիրելի եկեղեցի, շատ շնորհակալություն այսօրվա համար, ձեզ բոլորից շատ սիրում եմ ու շատ կարոտել եմ։ Աստված օրհնի քեզ, կապրես ու կտեսնես։ Աշխարհի ցանկացած երկրից նվիրատվություն կատարելու համար այցելեք volarm.org կայք։ Աջակցել բաժին։ Ընտրեք արժույթը, նշեք գումարի չափը, սեղմեք շարունակել։ Լրացրեք բանկային քարտի պահանջվող տվյալները, հաստատեք փոխանցումը։ Հայաստանի տարածքում ձեր բջջային հավելվածի միջոցով գումարը կարող եք փոխանցել Ամերիա բանկում գործող հաշվեհամարին, նշելով ստացող կյանքի խոսք եկեղեցի նպատակ նվիրատվություն։ Փոխանցում կատարելու մեկ այլ հասանելի եւ հեշտ միջոց է վճարային տերմինալը։ Անհրաժեշտ է բացել Ամերիա բանկի պատուհանը, նշել եկեղեցու հաշվեհամարը եւ մուտքագրել գումարը։ Աստված առատապես օրհնի ձեր զոհը։